Տեսալզողական մեդիայի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ առաջին ընթերցման ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան։ Համեցեք, պարոն նախարար։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, կառավարությունը օրենսդրական սույն նախագծով առաջարկում է մի քանի լրացումներ կատարել տեսալսողական մեդիայի մասին օրենքում, որի հիմնական էությունը կայանում է նրանում, որ մենք հետայսու օրենքի ընդունումից հետո ակնկալելու ենք, որ տեսալսողական մեդիա ծառայություն մատուցող հեռարձակողները արհեստական բանականությամբ գեներացված կամ այլ թվային տեխնոլոգիական լուծումներով գեներացված հեռուստաբովանդակությունը կամ սինթետիկ բովանդակությունը հեռարձակելիս պարտադիր կերպով օրենքի իմպերատիվ պարտադրանքով մագնշեն կամ, ինչպես ասում են, արվի համապատասխան լեյբլինգը, որում տվյալ բովանդակության վրա հստակ կերպով տեսանելի կլինի, որ այդ նյութը արհեստական բանականության գործիքակազմով է գեներացված։ Խնդրում եմ կողմ քվեարկել նախագծին։ Շնորհակալություն, պարոն նախարար, հարցերի համար հարգելի պատգամավորներ կարող եք հերթագրվել։ Լուսինե Բադալյան, համեցեք, տիկին Բադալյան։ Շնորհակալություն, պարոն Հայրապետյան, իսկ եթե լեյբլինգը չի արվել ու կանոնները չեն պահվել, դրա համար ինչ դույժ, տուգանք կամ օրենսդրական փոփոխություններ, որպեսզի այսպես ասած պատիժ սահմանվի, այս առումով ինչ կա օրենսդրական նախաձեռնությունում, շնորհակալություն։ Շնորհակալություն, տիկին Բադալյան, նախ ասեմ, որ քանի որ մենք խոսում ենք հեռուստա ռադիո մեդիա ծառայություններ մատուցող ուրեմն հատվածի մասին, որ կարգավորվում է հենց տեսալսողական մեդիայի մասին օրենքով, այսինքն այս պահին դեռևս համացանցային տիրույթի մասին չենք խոսում եւ օրենքի նմանատիպ կարգավորումները ավելի լայն կարգավորումները առաջիկա ամիսներին կառավարությունը կներկայացնի ազգային ժողովին, ապա սրա վերահսկողությունը եւ մոնիթորինգը դրված է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի վրա եւ խախտումների պարագայում վարչական տուգանք պատասխանատվություն է ենթարկվում տվյալ հեռարձակողը սահմանված նվազագույն աշխատավարձի 300 պատիկի չափով։ Շնորհակալություն։